Հարգելի գործընկերներ, ոնց որ հիշում եք, մենք մեր կառավարության ծրագիրն էինք քննարկում, մեկ էլ եկան Քոչարյանականները ու սկսեցին խոսել հոկտեմբերի 27-ից, խոսեցին մարտի 1-ից, Վազգեն Սարգսյանից խոսեցին։ Այ երբ որ այս անուններն են տալիս, էլ չես կարողանում չխոսել ու չհիշել։ Վազգեն Սարգսյանը ասում էր Դավալու թե Արարատ, այս դեպքում այնքան էլ կարևոր չի, երբ որ հարցնում ես դաշնակցականներին ուր է Վազգեն Սարգսյանը, ցույց են տալու հայտնի եռաբլուրը։ Ուր է Վազգեն Սարգսյանը։ Այդ ոնց եղավ, որ հոկտեմբերի 27-ից առաջ իր կարգավիճակից բողոքող Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը ասում էր, չէ, որ թագուհու կարգավիճակն է իրեն մնացել, հոկտեմբերի 27-ից հետո դառնում է միակ տղամարդը, որովհետև գլխատվում են մնացած դերակատարները։ Եվ դրանից հետո ունենում է իհարկե մեծ լիազորություններ։ Հենց դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին են փոխանցվում շատ կարևոր նշանակություն ունեցող գույքեր, տնտեսական եւ այլ նշանակություն ունեցող կարևոր շինություններ, հողատարածքներ եւ այլն։ Որովհետեւ թագուհու կարգավիճակում, իսկ այդպես ասում են այն պաշտոններին, որոնք այդքան էլ լիազորություն չունեն, հա, ինքն իրեն այդ կարգավիճակում էր հոկտեմբերի 27-ից առաջ զգում։ Հոկտեմբերի 27-ից առաջ ինքը չէր ունենա այդ լիազորությունը, այդ կարևոր այդ հեկտարները, միլիարդավոր դոլարները իր անունով անել։ Հիմա ինչ իմաստ ուներ գալ ու խոսել հոկտեմբերի 27-ից, Վազգեն Սարգսյանի անունը տալ։ Ինչ իմաստ ուներ։ Հո մազոխիչ չեք, ժողովուրդ ջան։ Իսկ հոկտեմբերի 27-ը եղավ, որ այդ Վազգեն Սարգսյանի անունով հետո փողոց անվանակոչվեր ու այդ փողոցի վրա ուրեմն սպայի տան շենքը բան անեին, իրենց անունով անեին։ Ու հիմա այս մարդուն վերագրում են 2 օր է Քախ Հալատյալի կոչումը։ Իսկ սիրելի քաղաքացիներ, կուզեիք դուք էլ լինեք Քախ Հալատյալ ու արդեն գործընկերոջս ասած 8.3 հեկտար հողամասը 44 միլիոնով ունենայիք, ձեռք բերեք, չգիտեմ ոնց ասեմ, էլի յուրացնեիք։ Իսկ այդ ժամանակ այդ քառակուսի մետր 83,000 քառակուսի մետր տարածքը, այսինքն ձեռք են բերել ընդամենը $1, որ բաժանում ես, իրենք ձեռք կարող եք $1 հող ձեռք բերեիք։ Կուզեիք Քախ Հալատյալ կոչվեիք, բայց Կասկադում 2 հեկտար հողամասը 39 միլիոնով ձեռք բերեիք։ Կամ Քախ Հալատյալ լինեիք ու Պարունյան 8 հասեում մի ամբողջ շենք ձեռք բերեիք եւ այդ հայտնի ուրեմն երասպասարկում ՓԲ-ի շենքի մասին է խոսքը։ Կամ Քախ Հալատյալ լինեիք, բայց 12 միլիոն դրամով, այս ավելի ֆանտաստիկ է, Ծիծեռնակաբերդի խճուղում մի 29,000 քառակուսի մետր հողատարածք ունենայիք, հետո իհարկե Օրանժ ֆիթնեսը սարքվեր եւ այլն։ Կուզեիք այսպիսի կամ ՊՆ-ի շենքը ձեզնով անեիք, այսպիսի Քախ Հալատյալ լինեիք։ Մեզ լսողները բայց արդարացիորեն կարող էին ասել, ով չգիտի, բա ինչի ընդհանուր 8 տարի անց են այս գործողություններն իրականացվում։ Արդարացիորեն կարող են ասել։ Մենք էլ կարող ենք ասել այո, բայց հարցն է, որ այս ամեն ինչը ուղիղ չի օտարվել, հա, ուղիղ իրենց անունով չի արվել։ Տարբեր սխեմաներով, նվիրատվություններով, այլ սեփականատերեր են գտել, այլ ուրեմն միջոցներով են իրենց անունով արել ու այդ ամեն ինչի բացահայտումը երկար ժամանակ է, հա, պահանջում։ Կամ որ ասում են հատուկ հրահանգ եղավ այստեղից ու արագ այս գործերը հարուցվեցին։ Ուզում են ասեն, որ երևի ժամը 18:00-ներ, չէ՞, պարոն վարչապետ։ Դուք այդ մասին խոսեցիք ու ընդամենը 13 ժամվա ընթացքում, որտեղ առավոտյան ոնց հասկանում եմ 7-ին 8-ին է գործողությունները եղել, 13 ժամվա ընթացքում համակարգն աշխատեց, այս բացահայտումներն արեցին ու գնացին իրենց տուն։ Այսինքն միջև այդ որևէ մեկը ոչինչ չէր արել եւ հանկարծ հրահանգն եղավ ու մարդիկ գնացին։ Կամ ասում եմ, բանա, Շվեյցարիայում կաթողիկոսը խոսում է ռազմագերիների մասին եւ մի քանի ժամ հետո սկսվում է, այսինքն մի քանի ժամ հետո, ինչպես այդ կարողությունն է Ռոբերտ Քոչարյանի գլխին 13 ժամում հանկարծակի ընկել եւ մենք խոսել ենք դրա մասին, երեխաներ են ընկնում կաթողիկոսի գլխին ու մենք սկսում ենք խոսել իր մասին։ Այդպես չի լինում, չէ՞։ Կամ այս բան է, էլի, որ ասում են, այս մեր Տիկին Գրիգորյանը մի հատ բան արեց, իր բառերով ասեմ, էլի, ասում է հայկական պետականության բովանդակության դեմ գրոհ է սա։ Ռոբերտ Քոչարյանի այս
ուրեմն ըստ հակակոռուպցիոն կոմիտեի այս գողացածի մասին խոսելիս է ասում։ Սա հայկական պետականության բովանդակության դեմ, հայկական ինքնության դեմ գրոհ է։ Եթե Տիկին Գրիգորյան, սա է ձեր բովանդակությունը, սա է ձեր ուրեմն ինքնությունը, ուրեմն հա, թող դրա դեմ գրոհ լինի, բայց հեչ հավասարազոր չէ հայկական ինքնությունը, էլի Քոչարյանի ունեցվածքին, ել չեմ ասում, որ հայ ժողովրդի ինքնությունը, մեր պետականության բովանդակությունը հեչ այս գողոնի հետ էլի հավասարազոր չէ։ Կամ որ ասում են քաղհալատյալ է Ռոբերտ Քոչարյանը։ Օրինակ մեր երկրում շատ են եղել քաղհալատյալներ, քաղբանտարկյալներ եւ նրանց չեզոքացվել են նրանք, հա, սպանվել են, ձերբակալվել են, արտաքսվել են, չգիտեմ ինչ են եղել։ Եվ այդ ամեն ինչի նպատակն եղել է մարդկանց քաղաքականապես զրոյացնել, թույլ չտալ, որ իշխանություն ունենան, վտանգ են զգացել այդ մարդկանցից։ Հիմա ուզում եք ասեք, որ Քոչարյանը, մեր հələ սկզբունքները բան մի կողմ եմ էլի դնում, զուտ, Քոչարյանը Քոքը մաշած Քոչարյանը մեզ համար տենց վտանգ էր ներկայացում, նոր ընտրություններն եղել։ Այն նույն բանաձևով, որ դուք ասում եք, որ մենք չենք ստացել, մենք ստացել ենք 29% են ասում, հա, հանրապետության ընտրողների քանակով են ասում, դուք 5 ու քանի տոկոս եք ստացել, դուք սկի այստեղ չպետքա լինեիք, որ մի հատ էլ խոսեիք, թե մենք քանի տոկոս ենք ստացել։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանին քաղ հալատյալ մի ասեք։ Ոնց որ իմ սիրելի ֆիլմում է ասում Կտոր մի երկնքում անառակին հրեշտակ միս է, մեղք է։ Շնորհակալություն։